շատ կոնկրետ փորձեմ ուղղակի մեկնաբանել, թե ինչ են կողմերը ստացել այդ ստորագրված փաստաթղթերից։ Առանց բովանդակության մեջ մտնելը, որովհետև բովանդակության մասին խոսակցություն շատ է եղել։ Նայեք, Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել են Միջանցքի վերահսկողություն, ապագայում ձևավորվող Միջանցքի վերահսկողություն, ստացել են Իրանի հետ սահման փաստացի վերահսկողության հնարավորություն Հայաստան-Իրան սահմանը եւ երրորդը դա Նոբելյան մրցանակի ներկայացումն է Միացյալ Նահանգների նախագահի։ Ինչ է ստացել Ադրբեջանը։ Ստացել է Միջանցքի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում։ Շատ կոնկրետ։ Հիմա ինչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ 0 Միայն խնդիրներ։ Եվ վերջապես ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Դե այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է Հայաստանի վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամպի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Հիմա 4 մնացորդում իրականում սա է։ Եվ ինչ եզրակացություն, նախնական եզրակացություն կարելի անել այս առիթով, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում, այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար կար, դրոշ կար եւ Փաշինյան կար։ Եվ մի երկու խոսք ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է նշանակում նախաստորագրում։ Նայեք, երբ երկու կողմ բանակցում են ինչ-որ փաստաթղթի շուրջ, թիմերը գալով համաձայնության նախաստորագրում են այդ փաստաթուղթը։ Դա տեխնիկական գործողություն է։ Նախաստորագրում են հետագայում որևէ առիթի ժամանակ, օրինակ պաշտոնական այցի ժամանակ, երկրի ղեկավարները ստորագրում են նախաստորագրված փաստաթղթեր։ Տեխնիկական գործ է ըստ էության նախաստորագրումը։ Ինձ համար ընդհանրապես հասկանալի չի, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրում։ Եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ ստորագրել այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից չէր կարող լինել։ Սա իսկապես հարցեր է առաջացնում նաև բովանդակային։ Հիմա այս առաջարկումը մենք նայենք քարտեզին եւ հասկանանք ինչ է նշանակում Հայաստանի համար խաղաղության խաչմերուկը եւ ինչ տրանզիտային ներուժ ունի Հայաստանը։ Հիմա նայեք Թուրքիա, Վրաստան ունեն բոլոր հնարավորությունները շրջանցելով Հայաստանը հաղորդակցվել իրար հետ։ Թուրքիա, Ռուսաստան եւս նույնը։ Վերին Լարսում թուրքական մեքենաները շատ ավելի շատ են, քան հայկական մեքենաները։ Ուղղակի երկիրն ավելի մեծ է նաև։ Վրաստան, Ադրբեջան։ Դուք տեսնում եք, որ ամբողջությամբ հնարավորությունը կա, տրանսպորտային կապը կա եւ հիմնական ակտիվ աշխատող միջանցքը Կասպից ծովի եւ Սև ծովի միջեւ հենց սա է։ Հիմա Իրան, Ադրբեջան, խնդրեմ, բոլոր հնարավորությունները եւս ունեն եւ Իրան, Ադրբեջան առևտուրը այսպես ոչ ոք չի անում Հայաստանի տարածք մտնելով։
նույնը Թուրքիա, Վրաստան, Հայաստանի տարածքով չեն գնում, անիմաստ է ուղղակի, ոչ մի ֆուռի վարորդ Հայաստանով չի փորձել գնա Վրաստան։ Իրան, Թուրքիա եւս նույն վիճակն է։ Եվ ըստ էության Հայաստանը իր աշխարհաքաղաքական դիրքով այս երկրների համար տրանզիտային ներուժ գրեթե չունի։ Բայց մեկ բացառություն Ադրբեջան, Թուրքիա։ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները ենթադրվող միջանցքը իսկապես էական նշանակություն ունի։ Եվ այդ նշանակությունը ունի մի քանի բաղադրիչ։ Որպես թուրքական պրոյեկտ, ասենց Տուրանի պրոյեկտ, եւ ինքը իսկապես կարող է ունենալ եւ ունի տրանզիտային ներուժ։ Եվ եւս մեկ հանգամանք յուրաքանչյուր տրանսպորտային միջանցք դա նաեւ աշխարհաքաղաքական ներուժ է այդ երկրի համար, աշխարհաքաղաքական գործոն։ Ինչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ այս Տրամպի ճանապարհից, սա է։ Եվ ինչն է մեր շահը այստեղ, ինչը կարող է լինել մեր շահը։ Առաջինը, եթե երասխ, ջուլֆա, Իրան երկաթուղին սկսի աշխատել, մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ։ Եվ եթե երկաթուղի կապը նաև դեպի Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով։ Այդ երկու գործոնն են միայն հետաքրքիր Հայաստանի Հանրապետության համար։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ եւ վտանգավոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա նայեք, ինչ կարգի ռիսկեր այստեղ կան։ Կառուցվում է եւ հայտարարվել է դվա Ղարս Իգդիր Նախճեվան ճանապարհը։ Երկաթուղին։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ երկաթուղային կապը այս միջանցքով Ադրբեջան, Նախճեվան եւ Թուրքիա կարող է անխափան աշխատել, բայց կապը Հայաստանի հետ կարող է չաշխատել։ Դուք պատկերացրեք, այս փաստաթղթերը սկսում են կյանքի կոչվել, Ադրբեջանը կառուցում է, Թուրքիան է կառուցում, Ադրբեջանն է վերակառուցում այս կտորը եւ չի վերակառուցում կապը Հայաստանի միջև Հայաստանի Հանրապետության սահմանը։ Ինչ ենք ունենալու։ Ոչինչ։ Զրոյական վիճակ Իրանի հետ կապի հաստատման գործում եւ Ռուսաստանի հետ։ Կարող է այս վիճակում, եթե նման ռիսկը իրականություն դառնա, կարող ենք մենք ինչ որ ձևի ստիպել Միացյալ Նահանգներին, որը կառավարող է լինելու Տրամպի ճանապարհի մեղրիով, կարող ենք մենք իրենց ստիպել։ Խիստ կասկածում եմ։ Շատ խիստ կասկածում եմ, որովհետև պայմանագիրը շատ հստակ իրավունքներ է սահմանելու այն ընկերության նկատմամբ, որը վերահսկելու է այդ միջանցքը։ Հիմա ինչ էր կարելի այստեղ անել։ Ես կփորձեմ, որովհետև լրագրողները նաև սիրում են, թե չէ հարց տալ, իսկ դուք ինչ կանեիք։ Այդ հարցը ասենց մշտական հնչող հարց է։ Ինչ էր կարող անել Հայաստանը։ Կարող էր պնդել, որ Տրամպի ճանապարհը լինի ոչ թե 42 կիլոմետրանոց, այլ լինի առնվազն 4-5 անգամ ավելի երկար, մինչև երասխը։ Եվ այդ դեպքում նույն պայմաններով կողմերի համար այդ դեպքում պատասխանատվությունը կլիներ հենց Միացյալ Նահանգների վրա այդ միջանցքի, այդ ամբողջ ճանապարհի անխափան աշխատանքի։
Հեշտ էր սրան հասնել, այո հեշտ էր, որովհետև Միացյալ Նահանգների շահը այստեղ ակնհայտ երևում է։ Նախագահ Տրամփին կասվեր, գիտեք, ինչ է նշանակում 43 կիլոմետր։ Տրամփը սիրում է ամեն ինչ ավելի մեծ, այսպես խոշոր, ավելի տպավորիչ պրոյեկտներ, մենք առաջարկում ենք ավելի մեծ պրոյեկտ, ավելի հետաքրքիր, իսկապես խաչմերուկ եք դառնում այս կարևոր հանգույցի վրա։ Եվ այդ պարագայում Ալիևը ստիպված պետք է լիներ ճանապարհներ գտնել կամ հետաձգելու կամ մերժելու։ Այսպես դեկորացիայի դերում կլիներ Հեյդար Իլհամ Ալիևը։ Կարծում եմ սա պարզ բան է։ Ինչու չի արել Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև ինքը Հայաստանի մասին չէր մտածում։ Ինքը մտածում էր նկարի մասին, որը կարելի է շատ ակտիվ օգտագործել ներքաղաքական նպատակների համար։ Իդեպ, ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը, օրինակ Կլինտոնի հետ, ստորագրությամբ, բայց այդ նկարի դիմաց ոչ մի բան չեմ տվել։ Սա ուղղակի պրոտոկոլային նկարներ են, անում են բոլորի հետ եւ դրա դիմաց պարտադիր չէր քո տարածքի տրանզիտային առումով ամենից գրավիչ կտորը կառավարման հասնել այլ երկրի ընկերության։ Հիմա ինչ է կարելի անել հիմա։ Ես համոզված եմ, որ կա երկու տարբերակ։ Առաջի տարբերակը փորձել այնուամենայնիվ մեծացնել այս պրոյեկտը Միացյալ Նահանգների հետ։ Փորձել մեծացնել, առաջարկել։ Որովհետև Միացյալ Նահանգների հետաքրքրությունը այստեղ ակնհայտ է։ Այն դեպքում, երբ պրոյեկտի, այսպես մեծացումը չի հաջողվում, որովհետև կարծում եմ Ալիևը մերժելով է սա, եւ սա ցույց է տալու, որ ինքը շատ գրգռված չի, որ նաեւ Հայաստանը եւ կստանա դեպի Իրան, ուրեմն երկրորդ տարբերակը եւս շատ պարզ է։ Շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին, ասել ես ինչ լավ գաղափար է, բայց այդ ճանապարհը, այս կտորը կկառուցենք մենք, Հայաստանի Հանրապետությունը։ Ճանապարհի անունը կմնա Տրամփի ուղի եւ այլ, բայց կոնտրոլի հարցը կմնա Հայաստանի Հանրապետության։ Եվ սա եւս կուլուցի մեկ կարևոր հարց։ Նայեք, Իրանը ունի սահմաններ 7 երկրների հետ։ Եվ միայն Հայաստանի Հանրապետության եւ Իրանի սահմանում հայտնվելու են ամերիկացիներ։ Բրավո։ Եթե որևէ մեկը մտածում է, թե Իրանում երջանիկ են սրա համար, խորը հիասթափություն պետք է ապրեն։ Ամենից մոտիկ ամերիկյան, այսպես, ամերիկացիք Իրանի սահմաններից ինժերլիկ ունեն, որը միջերկրան ծովի ափին է։ Եվ ուղղակի այսպիսի որոշում կայացնել չափազանց ռիսկային է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա մեծ հարց է Իրանի համար, ինչն է ավելի վտանգավոր, Միացյալ Նահանգների ներկայությունը այս սահմանում, թե Ադրբեջանի ներկայությունը այս սահմանում։ Մեծ հարց է, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Համոզված եմ, որ այդ հարցի պատասխանը չունի նաև Հայաստանի կառավարությունը։ Եվ փաստ է, որ այսօրվա վիճակը մեծապես նաև կախված էր Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման հետ, շատ կտրուկ մոտեցման հետ, որ թույլ չեն տա սահմանի որևէ փոփոխություն։ Ինչ գումարներ են պետք սա կառուցելու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանի բացատրությունը եղել է մեկը, չափազանց թանկ է, մոտ $1 միլիարդ պետք է արժենա ճանապարհի կառուցումը,
եւ դրա համար պատվիրակելու են այդ հարցը Միացյալ Նահանգներին։ Փորձենք հասկանանք իրականում ինչ արժի ճանապարհի շինարարությունը։ 17 թվականին մենք Հայաստանի համահայկական հիմնադրամը կառուցել է Վարդենիս Մարտակերտ ճանապարհը։ Ընդհանրապես այստեղ 114 կիլոմետր երկարությամբ։ Ինչքան փող է ծախսվել ձեր կարծիքով։ 17 միլիարդ դրամ, որի մի զգալի մասը կառուցվել է շատ ավելի բարդ տեղանքում, շատ ավելի բարդ եւ գրեթե զրոյից։ 17 միլիարդ դրամ մոտ 40 միլիոն դոլար։ 1 կիլոմետրը մոտարապես 400,000 դոլար։ Մի քանի տարի անցել է, դրան գումարենք սղաճը, արժեզրկումը, գումարների եւ մենք հաշվենք 500,000 դոլար։ Դրան գումարենք ավելի լայն ճանապարհ, ավելի լավ, ավելի սիրուն, ներառենք նաև ԿՊ-ի օդկատները, որոնց մասին ուղղակի բոլորն են այսօր խոսում, թող այդ ճանապարհը 1 կիլոմետրը լինի 1 միլիոն դոլար։ 43 միլիոն դոլարով կարելի է կառուցել ավտոճանապարհ, երկաթուղային ճանապարհը կա, ուղղակի չկա ռելսերը եւ շպալները, եւս 43 միլիոն դոլար։ Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդը 65 միլիարդ դրամ է, 160 միլիոն դոլար։ Եթե 2 տարով վրա կամ 3 տարով վրա բաժանեք ու 1 տարի պարտիավաճառք չստանաք, ուղղակի նույնիսկ վարկ վերցնելու կարիք չկա։ Բալավ ամոթ չեք անում։ Հայաստանի ամենից գրավիչ կտորը հանձնել Միացյալ Նահանգներին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում, հեքիաթ պատմել 1 միլիոն դոլարանոց ծրագրի մասին, 1 միլիարդ, երբ դու ունես հնարավորություն 2-3 տարում ուղղակի այդ ճանապարհը կառուցել։ Հիմա մի քանի խոսք այդ Միջանցքի իրական կարևորության մասին։ Միջանցքը ունի իսկապես տրանզիտային ներուժ։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Բայց այդ տրանզիտային ներուժը մի քիչ չափազանցված է։ Ասում են նաև կենտրոնական Ասիայի գազի, նավթի հնարավոր արտահանումները դեպի Եվրոպա։ Նայեք, թուրքմենական գազը ամբողջությամբ գնվում է Չինաստանի կողմից 2009-14 թվականներին կառուցվել են շատ հզոր գազատարներ, ուղղակի այդ գազը չկա։ Այդ նավթն էլ չկա, որտեղ հասարակական նավթը շատ մեծ հաջողությամբ արտահայտվում է Ռուսաստանի տարածքով, Նավառոսիσκով դեպի Եվրոպա։ Չկան այդ պաշարները։ Գործող նավթամուղը Բաքու-Ջեյխան մոտարապես 65-70%-ով է ծանրաբեռված հիմա։ Ավելի իրատեսականը հետևյալը։ Այս ճանապարհը իսկապես հետաքրքիր է Թուրքիայի համար իր աշխարհաքաղաքական պրոյեկտի տեսանկյունից։ Կապը Ադրբեջանի հետ, կապը Կենտրոնական Ասիայի հետ։ Ադրբեջանի համար չափազանց կարևոր է կապը Նախիջևանի հետ, կապը Թուրքիայի հետ։ Սա մեկ հանգամանք եւ այս ճանապարհը ավելի ճիշտ ոչ թե այս ճանապարհը, այ ամերիկացիների վերահսկողության տակ գտնվող այդ միջանցքը չափազանց հետաքրքիր է նաեւ Իսրայելի համար։ Իրանի հետ իրենց ասենց երկարատև ծրագրերի իրականացման գործում։ Հիմա ինչ կարգի շահ, բացի այս վերջի նշվածից ունեն Միացյալ Նահանգները այստեղ։
կենսական, տնտեսական շահեր Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում ուղղակի չունեն։ Դուք կարող եք նայել թվերը, առևտրի, չկան ուղղակի, չի երևում։ Ավելին, Միացյալ Նահանգները որդեգրել են շատ հստակ քաղաքականություն, զսպել Չինաստանին։ Երկու կուսակցության կողմից սա, այսպես ասենք, ընդունված քաղաքականության գիծ է, շատ հստակ։ Ալիևը հայտարարում է նաև Չինաստանում, որ այս միջանցքը չափազանց կարևոր է լինելու հենց Չինաստան-Եվրոպա առևտրի զարգացման գործում։ Հիմա այդ կոչված սրեդիննի կորիդոր են ասում, միջին այդ սենց է գնում, շատ հավանական է, որ մի կտորներ, այսպես ասենք, մի մասը ապրանքների կուղղվեն այս միջանցքով։ Եվ այստեղ չի բռնում Միացյալ Նահանգների շահը զսպել Չինաստանին եւ Միացյալ Նահանգների շահը, այսպես կառուցել միջանցք, որը հիմնականում ծառայելու է չինական ապրանքների արտահանման գործին։ Այստեղ եւս հարցեր է առաջանում եւ այդ հարցերը որոշակի եզրակացություններ է բերում, թե իրական նպատակը այս ճանապարհում Միացյալ Նահանգների հայտնվելը ինչի համար է։ Հիմա գիտեք, մի վիճակ է ստեղծվել, երբ չափազանց կարևոր գործոններ ուղղակի Հայաստանի Հանրապետությունը բաժանում է, Արցախը տանք Ալիևին, ինչ ուզում է Էրդողանը տանք, Ալիևը տանք, բաղասերով Մակրոնը ինչ ուզում է տանք, Տրամպը ինչ ուզում է տանք, Հայաստանի հաշվին մայր Տերեզա է աշխատում այս մարդը։ Տպավորությունը սա է։ Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլներ։ Ըստ էության սա մեծ աշխարհաքաղաքական խաղի մի էլեմենտ է, եւ այս էլեմենտում Հայաստանի Հանրապետությունը, ավելի ճիշտ Հայաստանի վարչապետը գնդակի դերում էր։ Պարոն Քոչարյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ այդ ճանապարհը միջանցքը վերահսկվելու է Միացյալ Նահանգների կողմից, ինչու՞ն է այդ համոզմունքը, որտեղ Հայաստանի իշխանությունն ասում է, որ վերահսկողությունը մնում է Հայաստանի Հանրապետությանը եւ այդ նպատակով էլ այդ ստորագրված փաստաթղթերում ամրագրվել է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության եւ մնացած բոլոր սկզբունքները, լինելու է հայ-ամերիկյան կոնսորցիում, որը կառավարելու է ճանապարհը, իսկ իրավազորությունը եւ այդ վերահսկողությունը ճանապարհի նկատմամբ ամբողջությամբ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության սահմաններում է լինելու։ Հենց այդ ստորագրած փաստաթղթով տարբերվում է, առանձնացվում է այդ ճանապարհը։ Սա ինչ որ բան մեզ հուշում է, թե չի հուշում։ Սա հուշում է հետևյալը, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուս ճանապարհներից։ Հակառակ դեպքում ուղղակի անիմաստ է, աբսուրդ է առանձին նշել, որ այդ ճանապարհը երկարատև պայմանագրով փոխանցվելու է այն ընկերությանը, որը կառավարումը իրականացնի այդ ճանապարհը, եւս չեմ կասկածում։ Եվ չեմ կասկածում, որ Հայաստանը որևէ ազդեցություն այդ ընկերության վրա չի լինելու, որովհետեւ այդ եթե դա լինի կամ վարձակալություն, կամ կոնցեսիա, այնպիսի պայմանագրային, այսպես կետեր է լինելու, որը Հայաստանի Հանրապետության ազդեցության, այսպես շրջանակը շեշտակի նեղացնելու է, զորացնելու։ Սա մեկ հանգամանք։ Եվ երկրորդը, դուք մտածում եք, թե այդ ճանապարհի վրա, որի հետևում կանգնած է լինելու Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է լինելու ինչ-որ բան թելադրել, իրոք, այդքան միամիտ ենք մենք, չի լինելու։ Ես որպես 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդ, ես այդ փաստաթուղթը կարդալով տեսնում եմ այս ամենը,
եւ ոչ թե դա ասենց խորը թաքցրած է տողերի մեջ։ Սա ակնհայտ ուղղակի զռռում է։ Շատ բարձ ասեմ, Ռուզան։ Զռռում է։ Սենց է լինելու։ Նայեք, ես հատուկ այս քարտեզի վրա ցույց տվեցի, որ մյուս ճանապարհները առանձնապես հետաքրքիր չեն։ Իսկապես հետաքրքիր չեն, որովհետեւ սա մնալու է միայն Հայաստանի օգտագործման համար։ Հայաստան ներսում կամ Հայաստան օրինակ Վրաստան, որը օգտագործվում է Հայաստան Թուրքիան միգուցե կբացվի այդ պրոյեկտի շահառուն մենք չենք լինելու, եթե միջև երաս գիծը չգա, եթե երկաթուղային ճանապարհը ջուրֆայով, նայեք իրանական այսպես ջուրֆայով չմտնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մենք շահառու չենք լինելու։ Հիմա խոսքը գնում է այս պրոյեկտի մասին, չէ՞։ Ես ընդդում եմ, որ այս պրոյեկտից Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահելու, եթե այդ երկու գործոնը, որոնք ես նշեցի իմ ներածական խոսքում, չաշխատեն։ Սա ակնհայտ է։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ սա կասկածներ է առաջ։ Եվ անմիջապես հենց կասկածներ է առաջացնում, հիշում եմ անգլիական այդ ասացվածքը։ Եթե մեկը քեզ խաբել է մեկ անգամ, ամոթ այդ մարդուն։ Եթե քեզ խաբեց երկրորդ անգամ, ամոթ քեզ։ Սա ես չգիտեմ, քանի անգամ է կարելի խաբել հայ ժողովրդին։ Պարոն Քոչարյան, ինչու եք բացառապես միջանցք խոսույթն օգտագործում, եթե բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանով անցնողը ճանապարհ է լինելու եւ Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Ռուսները ասում են «опять 25», այդպես մի բան կան։ Որովհետեւ չենք հավատում այդ ասողին, ճանապարհ ասողին որևէ խոսքի։ Եվ չենք հավատում ոչ թե օդից։ Չենք հավատում, որովհետեւ առիթ չի տվել հավատալու։ Սա առաջինը, ավելի առարկայական։ Եթե դա ուղղակի ճանապարհ է։ Ինչի է այդ ճանապարհը առանձնացված այլ ճանապարհների բացման հետ։ Օրինակ Մինսկի խմբի բոլոր առաջարկներում եղել է միշտ կետ, ապա շրջափակում, տարածաշրջանի եւ երբեք չի առանձնացվել այդ ճանապարհը։ Իդեպ այդ ճանապարհը առանձնացվել է մեկ անգամ Կիևստում։ Եղել այդպիսի առաջարկ։ Բայց այդ ճանապարհի դիմաց մենք ստանում ենք Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանի Հանրապետության։ Պատկերացրեք, Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանի Հանրապետության։ Ինչպիսի կարևորություն էր դա Ադրբեջանի համար։ Սա փաստ է, այդ Կիևստի բանակցողը ես եմ եղել։ Ես գիտեի ինչի դիմաց եմ սա տալիս։ Սա է պատճառը։ Պարոն նախագահ, Ալիևը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Փաշինյանը հակադարձում է նրան, հղում անելով օգոստոսի 8-ի համաձայնագրին։ Ինչու Ալիևին չի հակադարձում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը եւ արդյոք նրան սահմանափակում է ՎԿ-ի կարգավիճակը։ Բայց խիպտի նախագահ Թրամփը արձագանքի։ Հիմա մեկը մի բան ասում, մեկը մյուս բան ասում, որ շատ համանեն ասելու երկուսից էլ հիասթափված եմ։ Ինչի եք դուք սպասում, թե Միացյալ Նահանգների նախագահը պետք է արձագանքի։ Ինքսի Հայաստանի տեղը չգիտի։ Եվ ասեմ, Հայաստանը այն նշանակությունը չունի, եթե Միացյալ Նահանգները ունենային Հարավային Կովկասում կենսական շահեր, Հայաստանի անունն էլ չէր շփոթի Ալբանիայի հետ, Ադրբեջանի, Կամբոջայի հետ, ու եւ այլ։ Չի միջամտելու։ Իրենք ստացել են այն, ինչ իրենց պետք էր, մնացածը այ մարդ գնացեք ինչ ուզում եք խոսացեք, մեկը մի բան ասի, մեկը մի սպասեք։ Եվ ճիշտ է անում։ Եվ իդեպ ես տվյալ դեպքում Միացյալ Նահանգների դեմ չեմ։ Իմ ժամանակ մենք շատ արդյունավետ համագործակցել ենք Միացյալ Նահանգների հետ։ Ուղղակի մենք պետք է այդ խիզախությունը ունենանք Հայաստանի շահերը առաջ մղելու։ Չմտածենք, որ մի բան հանկարծ որ այն չասեմ, sense Տրամփը կարա ինձ մի քիչ վատ նայի։ Վատ չի նայելու, հակառակը ես ավելի շատ է հարգելու։ Sense պամպերսներով գնում եմ բան սպիտակ տուն։ Կարծում եմ նաև մի ֆուր պամպերսը դրսում էր սպասում եմ։
Իսկ Միացյալ Նահանգները իրենց շահերը լավ գիտեն եւ իրենց շահերը հետապնդում են եւ ճիշտ են անում։ Յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է առաջի հերթին մտածի իր երկրի շահերի մասին։ Եվ այդ տեսանկյունից Տրամպը շատ հետաքրքիր է, ուրիշ ձև է անում ամեն ինչ, անսովոր է մեզ համար։ Բայց երբ որ այդ էպոտաժը բանը մի կողմ ես դնում, տեսնում ես, որ բավական հետևողական Միացյալ Նահանգների շահերը այնպես ինչպես ինքն է հասկանում, առաջ է մղում։ Եվ օքեյ, բրավո։ Պարոն նախագահ, օգոստոսի 8-ի փաստաթղթի լույսի ներքո, ինչպես է գնահատում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այս պահին ունի այս փաստաթուղթը ինչ որ հնարավորություններ, այլընտրանքներ, որոնք չի առաջարկում օգոստոսի 8-ի փաստաթուղթը, ինչ կանեիք դուք, եթե հնարավորություն ունենայիք իշխանության գալ, այսպես ձեր թիմով, կփոխեիք արդյոք օգոստոսի 8-ի փաստաթղթի կետերը, հնարավոր է արդյոք չեղարկել այդ փաստաթուղթը։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այս ամեն ինչի հետ, իհարկե այսօր նույնիսկ երազանքի փաստաթուղթ կարելի անվանել։ Այդ փաստաթուղթը ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։ Հիմա այս փաստաթղթի հետ կապված ընդհանրապես Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, հետո 1 ամիս, 2 ամիս հետո կամ 6 ամիս հետո չեղարկել, ասել չէ, չենք ընդունում եւ այլն։ Բավական դժվար է։ Չի նշանակում, որ Միացյալ Նահանգները ինչ ասի պետք է անես։ Ոչ, Միացյալ Նահանգները կտրուկ դեմ էին Իրան-Հայաստան գազամուխի կառուցման, բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն հատուկ եկել էին Հայաստան, նշելու համար, ինձ հասցնելու համար այն հանգամանքը, որ իրենք դեմ են, կառուցել ենք եւ պահպանել ենք Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ։ Նույնիսկ հազարամյակների ծրագրի մեջ ներառված էր Հայաստանը։ Եվ ավելի ճիշտ ձևը, դիվանագիտական ձևը, ոչ թե ասել մենք սա չենք ընդունում, փորձել ես դրա մասին ասացի, պրոյեկտը մեծացնել, ցույց տալ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը ավելի մեծ պրոյեկտի մեջ։ Այնպիսի պրոյեկտի մեջ, որտեղ ներառված են նաև մեր շահերը, եւ որտեղ նվազում են ռիսկերը Միացյալ Նահանգների հետ կապված։ Որովհետև կարող է իսկապես ստեղծվել մի վիճակ, երբ օրինակ երասխի կտորը չի կառուցվում դեպի երասխ, դեպի Հայաստանի սահման Ադրբեջանի կողմից, եւ Միացյալ Նահանգները որևէ լծակ չունի պարտադրելու, որովհետև պայմանագրերով դա ֆիքսված չի։ Գիտեք ինչ ասելու Տրամպը այդ դեպքում։ Եթե այն հեռախոսով, որի մասին ուշում էին, օրինակ զանգեն WhatsApp-ով եւ ասեն, բասենցա, ալի ոչի անում, Տրամպը ասելու է, հիասթափված եմ ալիից։ Սրանով վերջանալու է, որովհետև այլ մեխանիզմներ այդ փաստաթղթի մեջ ոքի չկա։ Պարոն նախագահ, Զանգեզուրի Միջանցքի վերաբերյալ մեզ միջև անգամ զգուշացնում է էկոնոմիստ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը նշել է, որ դա ինչ աղետի է հանգեցնելու հայ ժողովրդի համար, վերելով Գազայի օրինակը, ըստ էության շրջափակում, սով։ Ես այս մասով կուզեմ իմանալ, եթե, ինչպես դուք ասացիք, ձեր մատնանշած երկու կետերը չիրականացվի իշահ Հայաստանի, մեզ արդյոք այդ աղետը սպասվում է, թե ոչ։ Չեմ կարծում, որ եթե չաշխատի, մեզ սպասում է աղետ։ Հիմա էլ չի աշխատում, հիմա չեմ կարծում, որ մենք աղետի մեջ ենք։ Ուղղակի աղետը կարող է լինի հետևյալ միայն հանգամանքով պայմանավորված։ Ինչ կարգի ռեակցիա կունենանք մենք Իրանից, ինչ քաղաքականություն Իրանը կորթեգրի Միացյալ Նահանգների ընկերությանը այդ սահմանին հայտնվելու հետևանքով։ Այսա հասկանալի չէ։ Սա իսկապես ռիսկային է, որը վտանգում է ընդհանրապես այդ սահմանի գոյությունը։ Իրանի համար սահման, որը վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, ավելի նախընտրելի է, քան Ադրբեջանի կողմից, թե ոչ։ Այ փորձեք այդ անկյան տակ նայել, թե ինչպիսի ռիսկի տակ է հայտնում Հայաստանի Հանրապետությունը։ Հատկապես եթե
Ջուֆայի ճանապարհը չի բացվում, երկաթուղին չի բացվում, եթե Իրանը սրանից ոչինչ չի շահում։ Հիմա ինձ ասեք, լավ, Իրանը այս ամեն ինչից ինչ որ բան պիտի շահի, թե ոչ։ Ավելի հետաքրքիր, ամենից հետաքրքիր պրոյեկտները նրանք են, որից շահում են բոլոր, այսպես հարևանները այդ պրոյեկտի։ Հիմա ինձ ցույց տվեք, այս պրոյեկտից, եթե քարտեզը ինչ է շահում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Բացի նրանից, որ ամերիկյան ընկերություն հայտնվում է անմիջապես ամբողջ սահմանին։ Ինչ է շահում։ Լավ, բանաձևը պետք է գտնել նաև մասնակից սարքելու այդ մեծ հարևանին։ Պետք է գտնել, թե չէ։ Լավ, չի ուշում դա ձեզ։ Հավատում եք, որ խաղաղությունը հաստատված է եւ պատերազմ չի լինելու։ Ինչ խաղաղության մասին է խոսում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Ինքը խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից։ Ալիևի տրամադրությունից է կախված այդ խաղաղությունը, որովհետև այդ փաստաթղթերում եւ ընդհանրապես որևէ տեղ չկան որևէ երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է կատարվում։ Ուրեմն ամբողջ այս խաղաղությունը, հռչակված խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից։ Այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր մեկ այլ բան կատարվի, կարող է մի օր մտածի, որ վերջերս խառնաշփոթ աշխարհում կարելի է այս հարցը եւս լուծել, Զանգեզուրի հարցը։ Հիմա եւս դու կարող ես հարց տալ, իսկ դուք ինչ եք առաջարկում, չէ՞, դա մեր վերջի ամիսների ասես տոպ հարցն է, հատկապես ընդդիմադիր գործիչների։ Որտեղ մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը դեմ չեն խաղաղության, իհարկե, ոչ մեկը դեմ չի, բայց խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն այդ պայմանագրերի կատարման, ոչ թե վկա կլինեն, այլ պատասխանատվություն կկրեն։ Միացյալ Նահանգների կողմից որևէ երաշխավորակ այստեղ չկա։ Դրա համար ուղղակի սա մի հնարք է հերթական անգամ մարդկանց խաբելու։ Չկա խաղաղություն։ Նույնիսկ խաղաղություն բառը սխալ օգտագործեցի սկզբ, կա զինադադար կախված մեկ մարդու ցանկությունից։ Գիտեք, հետաքրքիր է, որ պարադոքսալ է։ Պատերազմ վերած մարդը խոսում է խաղաղության մասին։ Ես մեկ հարցազրույցի ժամանակ վերջերս ասել եմ։ Իսկապես 18 թվականին խաղաղությունից չէր խոսում։ Որտեղ կար խաղաղություն, բայց չկար խաղաղության օրակարգ։ Երբ որ խաղաղություն չի լինում, հայտնում է խաղաղության օրակարգ։ Ինքը բերել է պատերազմ, ինքը ծնել է իր գործողություններով եւ 5000 զոհերով, 11000 վիրավորով, ինքը ծնել է խաղաղության օրակարգ։ Եվ абսուրդը նրա մեջ է, եւ ինքը փորձում է այդ օրակարգի հեղինակը լինել եւ մենաշնորհը ունենալ այդ օրակարգի վրա։ Մենք պետք է ցույց տանք, որ ուղղակի բացարձակ սուտ է։ Չկա այդպես։ Պարոն նախագահ, դուք բավական հանգամանալի խոսեցիք Թրամփի ուղու հետ կապված վտանգների եւ այլն։ Ինձ հետաքրքիր է առհասարակ ինչու է հայ-ադրբեջանական օրակարգի գլխավոր հարցը հարաբերությունների կարգավորման դարձել ճանապարհների ապաշրջափակումը, եթե խաղաղություն է, սա ինքնին չպետք է ենթադրեր ճանապարհների ապաշրջափակում այդ թվում, օրինակ Վրաստանի եւ Իրանի հետ մենք նման համաձայնագրեր առհասարակ ունենք, թե ոչ։ Իհարկե, եթե ընդհանրապես պատերազմ հայտարարված չէր Ադրբեջանի նկատմամբ։ Իրականում ֆորմալ որ վերցնես, չես էլ հասկանում, թե խաղաղության պայմանագիրը ինչի մասին պետք է լինի։ Ամենից հետաքրքիրը, որ եղել է Հայաստանում հայտարարված ռազմական դրություն 20 թվականի 44 օրվա պատերազմի ժամանակ, եւ մենք պարտվել ենք
92-94 թվականին ռազմական դրություն եւ մոբիլիզացիա չի արվել Հայաստանում եւ մենք հաղթել ենք։ Հետաքրքիր համեմատություն է, չէ՞։ Դուք այս հարցի պատասխանը ինձ դուք տվել եք։ Ես էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչի համար է այս ամենը։ Պայմանավորենք հետևյալը, խաղաղության պայմանագիրը եթե ստորագրվի լավ է, բայց չի։ Մի բան եւս ամրացվում է մեկ փաստաթղթով։ Բայց եթե այդ փաստաթուղթը չունի երաշխավորներ, որևէ միջազգային մեխանիզմներ նախատեսված չեն, այդ փաստաթղթի խախտման դեպքում ինչ հետևանքներ է հասնելու, սա ուղղակի փաստաթուղթ չի։ Սա ավելի շատ, կրկնեմ, փաստաթուղթ է ընտրությունների համար։ Նախընտրական կառույցության փաստաթուղթ է, այլ ոչ թե խաղաղության վերաբերող փաստաթուղթ։ Իշխանությունը մշտապես ձեզ մեղադրում է, որ ռազմական բալանսը խախտվել է ձեր իշխանության օրոք։ Ես չգիտեմ ինչ տվյալների վրա հենված որևէ մեկը կարող է ասել, որ ռազմական բալանսը խախտվել է իմ ժամանակ։ Որտեղից է այդ տվյալները։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դա հիմք է ձեզ համար։ Բացարձակապես սուտ։ Մենք ոչ միայն ունեինք ռազմական բալանս, մենք ունեինք զգալի առավելություն մարտունակության նաև տեսանկյունից։ Որովհետև միայն զենքերի քանակը չի, դիրքերի վիճակն է, տեղանքն է, ով է հարթավայրում, ով է ավելի բարձունքների վրա, այդ ամբողջը նաև զենքերով, զինամ, ամեն ինչով մենք ունեինք էական առավելություն Ադրբեջանի զինված ուժերի հանդեպ։ Եվ դրա համար այն ժամանակ այդ ոտնձգությունը չկար։ Բայց նայենք նաև եթե դուք մի հատ փորձեք ուսումնասիրեք, թե մենք մեզ Ադրբեջանի նկատմամբ ինչպես ենք պահում, դուք կտեսնեք, որ ես երբեք թույլ չեմ տվել ինձ որևէ հայտարարություն, որը կարող է Ադրբեջանի ժողովրդին ինչ-որ ձևի վիրավորել, երբեք։ Երբեք չենք նույնացրել Ադրբեջանը Թուրքիայի հետ։ Երբեք։ Միշտ փորձել ենք հենց առանձին պահել։ Երբեք չենք վիրավորել ազնապես Ադրբեջանի ղեկավարությանը։ Շուշիում ինագուրացիա չենք արել։ Կարող խփներս չի կտրել։ Հատկապես ինձ համար էլի ես համ բանում էի, համ Ղարաբաղում էի նախագահ, համ Հայաստանում։ Չենք արել, որովհետև հասկանում էինք, որ ամբողջ Ղարաբաղը իրենց այդքան չէր հետաքրքրում, ինչքան Շուշին։ Որովհետև Շուշին ոչ միայն մեզ համար է մշակութային ժառանգություն որպես կարևոր, ոչ պակաս իրենց համար։ Միգուցե մի բան էլ ավել։ Հասկանում ենք, որ դա զգայուն հարց է եւ այդ զգայուն հարցին պետք չի կպնել։ Այն ինչ որ ես ասացի, ամբողջը 18 թվականից հետո արվեց Ադրբեջանի դեմ։ Ամբողջը, sense ամբողջ փաթեթով, sense դա կարելի է մի բան անել, մի դասակիրք ստեղծել, թե ինչ չի կարելի անել զինադադարի ժամանակ։ Թուրք-ադրբեջանական տանդեմ, LS1, N1 եւ այլ պրովոկացիաներ սահմանում հյուսիսում կպնելով անմիջապես Ալիևի ընտանիքը, ժողովրդարություն, ընդ դիկտատուրա եւ այլ, լավ մենք չենք տեսնում, որ ընտանեկան բանա կառուցվում ընդ։ Մեր ինչ գործ։ Մեր դարտն է Ադրբեջանի ժողովրդարությունը, թե մեր դարտը Ղարաբաղը պահելն էր։ Սենց դասակրկային ինչ կարելի էր անել վիճակը բարդացնելու համար արվեց։ Վերջին էլ ինագուրացիա Շուշի, տրնգի էին պարում։ Ոնց Ղարաբաղում բարդավատ բառ չէ էլ օգտագործում։ Հիմա է սա։ Իմ թիմը մասնակցելու է։ Ով է գլխավորելու ցուցակը, ով կունենա առավելագույն շանսեր սոցիոլոգիայի համաձայն։ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը
ձգտում է 0-ի։ Պարոն նախագահ, ընդդիմադիր դաշտում դիրքավորվել են որոշ քաղաքական ուժեր, որոնք առավոտից երեկո իրենց բուն անելիքը թողած ձեզ հորդորում են դուրս գալ քաղաքական ասպարեզից, թողնել քաղաքականությունը։ Ինչով եք դուք նման ուժերին խանգարում։ Ինչով է պայմանավորված նրանց ջղաձգումները, անհանգստությունը, տագնապները։ Հիմա հետաքրքիր է, եթե ես ստեղծեմ օրինակ կուսակցություն, ընտրվեմ այդ կուսակցության առաջնորդ, կուսակցությունը ակտիվ մասնակցի քաղաքականությամբ, բայց ես ասեմ, ես չեմ մասնակցում։ Դա արժանահավատ բացատրություն։ Հասկանու՞մ, դա լավ, ամեն ինչի մեջ ինչ որ տրամաբանություն պիտի չէ լինի։ Հակառակը, ես համարում եմ, եթե դու մասնակցում ես կուսակցության, մասնակցի քո դեմքով։ Չես մասնակցում, մի մասնակցի։ 2008 թվականին ես դուրս եմ եկել քաղաքականությամբ, որևէ կերպ չեմ մասնակցել։ Միայն կարող է տարեկան 1-2 հարցազրույցներ տվել այն թեմաների վերաբերյալ, որոնք համարել եմ սխալ։ Հանրայնացրել եմ այդքան բան։ Հիմա իմ պատասխանը սա է։ Եթե թե ինչի են ին վրա բան արել, սենց ֆոկուսը ին վրա, չգիտեմ, անկեղծած չգիտեմ, որտեղ մարդիկ են խոսում հիմնականում, որոնց չեմ ճանաչում, կյանքում չեմ տեսել, վատություն չեմ արել, չեմ տեսել, հիմա իրենք են վախենում, թե իրենց խոսացնողներն են վախենում, ես չգիտեմ, բայց խոսում են հիմնականում մարդիկ, ում ես չեմ ճանաչում, չեմ տեսել, վատություն չեմ արել, то есть ազնական հող չպիտի լինի, ուրեմն այս մարդիկ ինչ որ ձևի, ինչ որ բանի համոզմունք ունեն, թող անեն։ Ես չգիտեմ, թող անեն, չեմ ուզում ինչ որ որակումներ տալ, իրենց իրավունքն է, թող անեն։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը արժանապատվից հպարտորեն հայտարարեց, որ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը իր համար գանձ է, ու եթե այս խորհրդարանական ընդդիմությունը նորից գա իշխանություն ստանձնելու այդ մտքով, ապա իրենք միանշանակ 50+% ձայնով, 50+1% ձայնով իշխանություն են ստանձնելու։ Հիշում եք 18 թվականի ընտրությունները, եւ ինչ կարգախոսներով է ընտրությունների մասնակցել Նիկոլ Փաշինյանը։ Չկրկնեմ։ Ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, հիմնական թեզերը սա էր։ 21 թվականի ընտրություններ։ Էլի ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, Ղարաբաղը պահելու սենց անսասան մտադրություն, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։ Հիշում եք։ Փորձենք մոդելավորենք, թե Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ինչ թեզերով պետք է մասնակցի, ինչ կարգախոսներով։ Հասկանում, մի հատ մոդելավորենք։ Ժողովրդավարությունից երկու սրբազան բանտում պահելով դու պիտի խոսաս ու Սամվել Կարապետյանով բանտում։ Ինչ ժողովրդավարություն։ Քանի համայնքապետի կալանավորում եւ այլ։ Սոցիալական արդարություն աղքատության մակարդակը։ Ինքը 24% ընդունել է 24%-ի վրա է։ Սոցիալական արդարության ամենից sense ամփոփիչ ցուցանիշը հենց աղքատության մակարդակն է։ Այն հիմնական կարգախոսները, որով ինքը միշտ մասնակցել է ընտրություններին, կոռուպցիայի մասին չեմ խոսում։ Ինքը այսօր Հայաստանում sense կոռուպցիայի դեմ պայքարողը գլխավորեց կոռուպցիան։ Պարագլուխն է։ Հայաստանի պատմության մեջ Անիֆի պես 65 միլիոն դոլարի ոչնչացում ուղղակի չի եղել նման օրինակներ։ Կամ համայնքական հիմնադրամից 100 միլիոնը sense Գոլոշյանումը հանկարծ ես հիմնադրամի խորհրդի անդամ եմ այն ժամանակ։ Հոգաբարձուների խորհրդի։ Օնլայն ինչ որ հանդիպում էր, ես պահանջեցի հաշվետվություն։ Գիտեք պատասխանը ինչ էր։ Պետք էր ծախսենք։ Հետո ինչ որ իբր հաշվետվություն են ուղարկել, որը ուղղակի ծիծաղելի էր։ Պետք էր ծախսել են։ Վերջ։
ինչ ուզեմ բանակցեմ, դուք ինչ գործ ունեք, այս ոչի մեջ է ամենը։ Հիմա մնում է մեկ կարգախոս, չէ՞։ Մեկ կարգախոս, խաղաղության։ Հիմա մենք էլ պետք է ցույց տանք, որ սնանք այդ կարգախոսը, որ սա զինադադար է, ոչ թե խաղաղություն, եւ զինադադար է մեկ մարդու տրամադրությունից կախված։ Սա է։ Հիմա եթե չլներ այս ամենը ինչ որ կատարվեց, հակառակ անդիմությունը կարա ասի, այս գալիք ընտրությունների համար որպես իշխանություն Նիկոլ Փաշինյանը գանձ է։ Անդիմությունը կարա այդ թեզը օգտագործի, որովհետև այս մարդը ասելիք չունի։ Իսկապես չունի։ Պարոն նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ազգային ժողովի ամբիոնից խոսելով կուսակցությունների գործնեության թափանցիկության, ֆինանսական թափանցիկության մասին, անդրադարձավ նաև այսպես կոչված կոնսպիրատիվ գործող կուսակցություններին, ակնարկեց ընտրություններին նրանց մասնակցությունը արգելել, չարգելելու հարցը բարձրացնելու մասին։ Հաշվի առնելով Մոլդովայի օրինակ, ինչ է կարծում, ինչ է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր կուսակցություններին։ Նայեք, չեմ կասկածում, որ փորձելու են, իշխանությունը փորձելու է Մոլդովայի այդ օրինակը կիրառել նաև Հայաստանում։ Չեմ կասկածում։ Այն հանգամանքը, որ երբ բախվում են աշխարհաքաղաքական շահերը, ժողովրդավարության մասին բոլորը մոռանում են, սա փաստ է։ Մենք այդ բոլոր գործիքակազմը կիրառելով Մոլդովայի ներսում, Մոլդովայում ապրող ժողովրդի քվեներով անդիմությունը հաղթել է։ Եվ Մոլդովայում իշխանությունը հաղթել է Եվրոպայում բնակվող ժամանակավոր բնակչություն ունեցող մոլդովացիների հաշվին։ Եվ դա հանրայինի փաստ է։ Մոտ, եթե չեմ սխալվում, մոտ 270 տեղամաս էր բացվել Եվրոպայում, ընդամենը 2 հատ Ռուսաստանում, օրինակ։ Եվ այդ ձայների գումարման իրենք հաղթեցին։ Հիմա մենք դրսի քվեարկություն չունենք։ Եթե լիներ դրսի քվեարկություն, հակառակ պատկերը կլիներ, այստեղ չեմ կասկածում։ Ձեր հարցի պատասխանը հենց սա է։ Այո, պետք է պատրաստ լինենք նաև նման կարգի գործողությունների։ Կարծում եմ փորձելու են ինչ որ չափով, ինչ խորությամբ չեմ կարող ասել, բայց ամենից լավ երաշխիքը, որ դրա չափը լինելու է, այսպես ասենք, փոքր, հետևյալն է։ ԿՊ-ն պետք է հասկանա, որ նման կարգի գործողությունները բերելու են հեղափոխության։ Չեք կարծում, որ ճիշտ է, որ ընդդիմությունը գոնե կրկնի Մոլդովայի օրինակը, նկատի ունեմ համախմբում, եթե ոչ այդպես ամբողջական բլոկով, ապա գոնե մի քանի բլոկով եւ ձեր առանցքի շուրջ որ ուժերի համախմբումն եք դիտարկում։ Ես գիտեմ, որ հիմա քաղաքական դաշտում տարբեր կուսակցություններ իրար հետ բանակցում են եւ միայն ողջունում եմ դա։ Այս խնդիր կա ձայներ նաեւ փոշիացնելու։ Ես ենթադրում եմ, որ մարդիկ նաև այդ պատասխանատվությունը զգում են եւ փորձում են գնում են խոշորացման։ Այո կա, բայց իմ տպավորությամբ 3 աշխատող միավորը կարող են բավական sense համոզիչ միասին հաղթանակ կրել այս ընտրությունների ժամանակ։ Հիմա մեկը բնական ձևով եղավ։ Իմ տպավորությամբ լինելու են եւս մի քանի միավորումներ, միանալու են, փորձելու են ավելի միավորված մասնակցել ընտրություններին, որից մեկը, այսպես ասենք, առավելություն է ստանալու մյուսների հանդեպ։ Ես չգիտեմ, ով է լինելու։ Այո, Սամվել Կարապետյան։ Այդ ուղղակի եղավ բնական ձևով։ Ես նույնիսկ չգիտեմ, եթե Սամվել Կարապետյանին չկալանավորեին, ինչ շարունակություն սա կունենար։ Բայց սա ստացվեց այսպես բնական եւ ոչ բնական ձևով, որովհետեւ կալանավորելը հեչ բնական բան չէր, էլի անհասկանալի երևույթ էր։ Հիմա ընդհանուր պատկերը սա է։ Ձեր հարցերի բյուրեղացումը լինելու է ավելի ուշ։ Հիմա ոչ մեկը այդ հարցի պատասխանը չի կարողանալ տալ, որովհետեւ այդ հարցի պատասխանը ոչ մեկը չունի։
Բայց իհարկե պետք է պատասխանատվությամբ այդ հարցին մենք բոլորս մոտենանք։ Գրեթե բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ եթե առաջիկա Կիրակի օրը Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ լինեն, Նիկոլ Փաշինյանը կրկին վերընտրվելու է։ Ինձ ծանոթ չեն սոցհարցումներ, որոնցով Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է։ Ինձ ծանոթ չեն։ Այո, ինքը հավաքում է ամենի շատը, բայց համենայն դեպս հետևից գնացող երկուսը էապես ավելի շատ են հավաքում, քան Նիկոլ Փաշինյանը։ Վերջի սոցհարցումը սա է։ Երկու միավորը ավելի շատ են հավաքում շեշտատի, քան ԿՊ-ն։ Պարոն նախագահ, եթե մինչև խորհրդարանական ընտրությունները չհաջողվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, արդեն ընտրություններից հետո ազգային ժողովում հավանական հնարավոր համարում եք կոալիցիոն համագործակցությամբ վարչապետի թեկնածու առաջադրելը, եւ եթե այդ թեկնածուն դուք կամ ձեր դաշինքի ներկայացուցիչը չլինեք, պատրաստ եք ցանկացած դեպքում կողմ քվեարկելու։ Շնորհակալություն։ Մի քիչ ավելի լայն ես այս հարցի պատասխանը կփորձեմ մեկնաբանել, շատ է խոսում կոնսոլիդացիայի մասին, չէ, ընդդիմադիր դաշտում։ Ընդհանրապես բառն է սխալ օգտագործվում։ Կոնսոլիդացիա նշանակում է միավորում։ Ոչ թե համագործակցություն, այլ միավորում։ Նշանակում է կառույցներն են իրար խառնում, միավորվում, միասնական կառույց ստեղծում։ Սա իրատեսական չի ուղղակի։ Սա իրատեսական չի։ Դրա համար նույնիսկ տերմինաբանության կիրառումը պետք է ճիշտ օգտագործել։ Համագործակցություն, այո, իհարկե։ Եվ ամբողջ նախընտրական շրջանում եւ անկասկած համագործակցություն խորհրդարանում այն ուժերի միջև, որոնք կանցնեն խորհրդարան։ Մեկ գիտեք, իմ մասին բանա, չէ, տարածվում բանա, այս ավտորիտար եւ այլ, այդպիսի խոսույթ կա։ Եվ օրինակ Factor TV-ն այդ խոսույթի հիմնական դրոշակատիրն է, ինչը նորմալ է, բայց մի հատ փորձենք նայել առաջի կոալիցիոն կառավարությունը երբ է ձևավորվել Հայաստանում, ում նախագահության օրոք։ Չէ, սկզբից չի եղել կոալիցիա, բայց եղել են ոչ ֆորմալիզացված կոալիցիոն կառավարություն հենց սկզբից, երկու դաշնակցական նախարար էին եւ մեկ падգամավորական խումբ կար անկախ падգամավորների, այն ժամանակ կար մեծամասնականը եւ իրենք ունեին այ կառավարության անդամ ունեին։ Փաստացի կոալիցիան առաջի օրից գործում է հենց այն ժամանակ։ 2003 թվականին արդեն ֆորմալիզացվեց այդ կոալիցիան, փաստաթղթեր ստորագրելով։ Ասում են էլի ավտորիտար 98 թվական ով էր իմ մրցակիցը հիմնական ընտրությունների ժամանակ հիշում եք ես խեմ այդ հարց տալիս երիտասարդ եք շատ հավանական է որ չեք հիշում հաստատ Կարեն Դեմիրճյանը 98 թվականին 98 թվականին իմ հիմնական մրցակիցը եղել է Կարեն Դեմիրճյանը ինչ էր աշխատում Կարեն Դեմիրճյանը հիշում եք Ինքը եղել է հայ էլեկտրո գործարանի տնօրենը իր տղան Ստեփան Դեմիրճյանը եղել է պետական սեփականություն հանդիսացող Մարս գործարանի տնօրենը Կարեն Դեմիրճյանի շտաբի կեսը եղել են այսպես կոչված այն ժամանակ այդ տերմինաբանությունը կար կարմիր տնօրեններ то есть նախկին սովետական ժամանակ այդ գործարանների տարբեր տնօրենները, որոնց մեծ մասը սեփականաշնորհել են այդ գործարանները վաուչերներով 93, 4, 5 թվականներին։ Չէ, ավելի ուշ մի քիչ։ Հիմա ինձ ասեք, քրքրեք, հանեք, քանի հարկային դեսանտ է իջեցվել հայ էլեկտրոյում կամ Մարս գործարանում, քանի մարդ է այն ժամանակ այդ կարմիր տնօրեններից ձերբակալվել, կանչվել, ահաբեկվել 0 Ինչ այդքանը չէինք ֆայմում կամ կարծում եք թե մենք չէինք հասկանում որ
ինչ կարգի ազդեցություն կարող ենք ունենալ օրինակ գործարանի տնօրենի վրա, որը վաուչերներով օրինակ սեփականաշնորհել է գործարան։ Չենք արել։ Եւ ընտրություններից հետո Ստեփան Դեմիրճյանը շարունակում էր աշխատել պետական սեփականություն հանդիսացող գործարանում։ Ստեղ մեկը Մոսկվայից եկել է մի բան ասել է Շմիածյանը, միանգամից կալանավորվել է, որ ստեղ հետ կապ չունի Սամվել Կարապետյանը, բայց ես ձեզ շատ կոնկրետ օրինակներ եմ բերում։ Ավելին, այն ինչ որ չի արվել, հնարավորությունը կար, բայց չի արվել, հնարավորություն ա տվել Կարեն Դեմիրճյանի հետ համագործակցություն դուր ձևավորել։ Վազգեն Սարգսյան, հիշում եք, Կարեն Դեմիրճյան միասին գնացել են խորհրդարանական ընտրություններ։ Հասկանում եք, բաներ կա, որ հասկանում եք դուք երիտասարդ եք, դա չեք հիշում, բայց երբ պետք է հիշեցնել։ Ձեր հարցին ես պատասխանը հենց սրա մեջ է։ Համագործակցությունը ձևական չի, համագործակցությունը տվյալ դեպքում անհրաժեշտություն է, նաև ապագա խորհրդարանում։ Առանց դրան այսօրվա սոցիոլոգիան ցույց է տալիս, այս պահի սոցիոլոգիան, որ հնարավոր չի։ Եվ եւս ուղղակի մեկ ակնարկ, եթե այն ժամանակ մենք փորձեինք հետապնդել Կարեն Դեմիրճյանին, կոալիցիան չի կարա ձևավորենք, որովհետեւ այնպիսի մի հարաբերությունների sense բարդույթ կձևավորվեր, որ հնարավոր չի իրար հետ բանակցել։ Բայց նրանից հետո եւ միասին հանդիպումներ էինք ունենում եւ աշխատել ենք միասին։ Սև ու սպիտակի չի բաժանվել։ Մենք որպես իշխանություն չենք բաժանել երկիրը սև ու սպիտակի։ Իսկ հիմա ինչ է։ Դու եթե ինչ որ մի բան չես ընդունում, վերջ, թշնամի ես կամ ռուսի շպիոն ես, կամ մեկ ուրիշի շպիոն ես, կամ ընդհանրապես սև ես։ Դե հիմա ասում են, լավ, ասում են։ Լավ, նայեք, հիմա քանի որ ակնարկ եղավ, մի քիչ sense մտնեմ նաև սրա տակ։ Միակ նախագահն են, որը երկու անգամ ընտրվել է, երկու անգամ էլ երկու փուլով։ Կարող է թվերում սխալվեմ, բայց 98 թվականին ես հավաքել եմ առաջի փուլում 36%։ Կարեն Դեմիրճյանը, եթե չեմ սխալվում, 24%։ Կեղծով ենք, ինչ է։ Կեղծեինք։ Այնքան ենք կեղծել, որ 36% ենք հավաքել, լավ ամոթ է, էլի։ Ու ամենից հետաքրքիրը այն է, որ այս իշխանությունը անընդհատ այդ տեզն է բանանում, էլի բրդում առաջ։ Եվ այդ տեզը շրջանառվում է, բանը ոնց որ sense ապրիորի ընդունում է, որ իհարկե կեղծել են։ Որը մեր թափը հերիքել է 36%-ի չափ կեղծել, էլի, հա։ Երկրորդ անգամ 2003 թվականին 48 թե 49% եմ հավաքել առաջի փուլում։ Այդ 2%-ն էր, հա, այս բան խանգարողը։ Sense պրոֆեսիոնալ կեղծողներ ենք, 2% չձգեցինք։ Լավ, այդ հեքիաթները թող գնան ուրիշ տեղեր պատմեն։ Ու իմ առաջարկը նաև դիմումը ձեզ այս sense անհիմն այդ բաների տարածման ողջի չզբաղվել։ Իհարկե։ Նայեք, կա շատ հստակ բանաձև, հասկանալի բանաձև, այն ուժը, որը հավաքում է առավելագույն ձայները, առաջարկում է վարչապետի թեկնածու։ Իհարկե, ոչ թե պատրաստ ենք։ Միգուցե ինչ որտեղ ուրախ կլինեմ։ Որովհետև այս ամենը ինչ կատարվեց Հայաստանի հետ, այս բեռի տակից Հայաստանը հանելը լրջագույն խնդրեմ է։ Եթե մեկը գա ավելի շատ ձայն հավաքի եւ դառնա վարչապետ, միայն ուրախ կլինեմ։ Ես իհարկե նախարար չեմ դառնալու, բայց ազատ կյանքով շարունակեմ ապրել։ Չէ, ձեր մոտ այնպեսի, այ զարմացած ինձ եք նայում, որտեղ մտածում եք, թե ասես գիշերը չեմ քնում, ասում եմ, երբ է վարչապետ դառնալու։ Ես 10 տարի նախագահ եմ եղել եւ նախագահ լինելուց հետո հետաքրքրություն հեշտ չունեի քաղաքականությամբ զբաղվելու, որովհետեւ ուրիշ տեմպով եմ աշխատել։ Լրիվ ուրիշ տեմպով։ Իմ ընտանիքը լավ գիտի ինչ տեմպով եմ աշխատել։ Դե ինչ որ երազում եմ դրա համար։ Ով ուզում է վիճակը լավանա, նրանք պիտի երազեն դրա համար։
դուք չբացառեցիք համագործակցությունը Մերձևովի հետ։ Բայց տեսեք, Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին, նախկին նախագահների թիմերի հետ չի համագործակցելու։ Դուք ինչպես եք պատրաստվում համագործակցել մի թիմի հետ, որը չի պատրաստվում համագործակցել։ Ինչքան գիտեմ, իրենք այդպես չեն ասել։ Խոսքը գնում է, որ իրենց շարժումը, ներգրավվածությունը նոր դեմքերով, նոր խնդիրներով եւ այլն։ Խոսքը չէր գնում իմ տպավորությամբ ընտրություններից հետո խորհրդարանում համագործակցելու մասին։ Ինչքան ես հասկանում եմ, խոսքը դրա մասին չի։ Մենք հիմա խոսում ենք դրա մասին։ Համագործակցել մի ուժի հետ, որը քո հետ չի ուզում համագործակցի, չի ստացվում, չի լինում, այդպիսի բան չի լինում, բայց դա արդեն մեր խնդրեմը չի լինելու։ Մենք հայտարարում ենք, որ այո, բոլոր այն ուժերը, որոնք իմիջիալոցը Գյումրիում այդ բանը լավ էր, որ հայտարարել են հանգամանքը, որ որևէ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ, ԿՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, սա լավ մոտեցում է։ Ես համոզված եմ, որ այստեղ նույն մոտեցումը կարելի է կիրառել։ Եվ արդեն ըստ ձայների, այսպես համամասնությամբ ձև չի լինելու չհամագործակցել խորհրդարանը, ոչ ձև չի լինելու։ Եթե այդ շարժումը ինչ որ քանակի ձայներ հավաքի, որը բավարար չի, օրինակ կոալիցիա ձևավորելու իրենց համար, օրինակ վարշապետ տեխնացիոնը, ասելու են չէ, չենք ստեղծում։ Ուղղակի անհնար է։ Ստեղծվելու է մի վիճակ, որ բոլոր անդիմադիր ուժերը խորհրդարանում եւ ցանկություն են ունենալու եւ այլընտրանք չեն ունենալու չհամագործակցել։ Ես ձեզ ասում եմ, որ սա այն դեպքը չի, որ դու սենց ուզում ես, չես ուզում։ Սա այն դեպքն է լինելու, որ դու ստիպված ես լինելու գնալ համագործակցության։ Հիմա եթե Գյումրիում Մարտունը եւ Վարդան Օկասյան գնացել են համագործակցության, ոնց դա կատարվեց։ Այս ընդդիմադիր դաշտում այդ կարգի, այսպես ասենք, վերաբերմունք բացասական իրար նկատմամբ ոչ մեկը չունի։ Դրա համար պետք է ավելի լավ պատկերացնենք, թե ինչ process-ի մեջ ենք մենք լինելու։ Փաշինյանն ասում է, որ 26-ին իրենց թիմից ասում են 50+ ձայն են ունենալու, ձեր քաղաքական լեզուները կտրելու են, որևէ շանս չունեք ընտրվելու։ Իր ձեռքի տակ կա Վահագն Հովակիմյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր ձեռքի տակ կան վարչական լծակները, որտեղից ձեզ այդ վստահությունը, որ այս անգամ չի կրկնվելու 21-ը, որովհետև 21-ին էլ կար վստահություն, որ քոքը մաշեցվելու է, որ վերջ եք տալու, չեղավ, չստացվեց։ Հիմա որտեղ երաշխիք կա, որ 26-ին էլի կոտրած տաշտակի առաջ չի կանգնելու ընդդիմադիր հատվածը։ Շնորհակալ եմ։ Դուք ասում եք, կարող եք կոտրած տաշտակի առաջ կանգնել։ Ես ուղղակի քանի անգամ ասացի եւ կկրկնեմ։ Այսօրվա սոցիոլոգիան ասում է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանսեր գրեթե չունի։ Կարող է բան փոխվել, կարող է։ Եթե բնակչության մի մեծ մասը այդ դատարկ թղթին խաղաղության մասին, օրինակ, սկսի հավատալ։ Մեր գործը նա է, որ դա թույլ չտալ։ Եվ դրանով ակտիվ զբաղված է։ Եվ ես, եւ մեր թիմը, եւ ես տեսնում եմ նաեւ բավական ակտիվ մյուս դաշտի մեջ ակտիվ ընդդիմադիրները զբաղվում են, նաեւ փոքր կուսակցությունների ներկայացուցիչները։ Ես ասեմ, բավական լավ հետաքրքիր հարցազրույցներ բան տալիս են։ Մենք պետք է փորձենք փոխել։ Եթե դուք եք այն կարծիքին, որ պետք է այդ ուղղությամբ աշխատել, ուղղակի իմ խոչը նաեւ ձեզ, դուք ձեր լուման ներդնեք այս գործին, ինչքան որ կարողանում եք։ Ու չմտածել, որ լրատվամիջոցը, ասենց ասեմ, լրիվ նեյտրալ լրատվամիջոց քիչ է լինում։ Ինչ որ մի կարծիք է ձևավորում իրադարձության վերաբերյալ, եւ այդ լրատվամիջոցը կարող է այս կամ այն կարծիքին հարի, սա նորմալ է։ Ոչ ուրիշ ձև նաեւ աշխարհում չկա։
Պարոն Քոչարյան, դուք Նիկոլ Փաշինյանի շանսերը գնահատեցիք, ասացիք, որ 0-ի է ձգտում, այո, ձգտում նրա վերընտրությունը, բայց ձեր շանսերը չգնահատեցիք, ձեր շանսերը դուք ինչպես եք գնահատում մի քանի ամսից կայանալիք ընտրություններում։ Չեմ ուզում տոկոսների բանի, սենց ասեմ, բոլոր ամենանդեպս սոցիոլոգիայով մի քիչ վերև ներքև այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան։ Բավական, սենց ասեմ, շատ չեն զիջում ԿՊ-ին, բավական փոքր սենց մարժայով է ԿՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավել են, քան մեկը դուք եք, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծող կուսակցությունը։ Կլինի երրորդը, ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդը, օրինակ, ես չգիտեմ, դեռ միավորներ են ստեղծվել, այստեղ Աբիավկեն եղավ եւ չկողմնորոշված բավական մի մեծ զանգված կար, այդտեղից մի մասը կողմնորոշվեց։ Ենթադրում եմ, որ մի կտոր մեզանից գնաց եւ հանգիստ եմ նայում եւ միայն ողջունելի է, որովհետեւ կարևորը ընդհանուր, այսպես ասենք, թիվը լինի մեծ։ Այսօրվա վրա պատկերը սա է։ Հիմա եթե այս ձևով շարունակվի, նաև ես բերել եմ հետևյալ փաստարկները։ Բոլոր խոստումներով այս մարդը ձախողվել է։ Հիմա արդյոք մեր ժողովուրդը պատրաստ է ամբողջությամբ, ասենց ամբողջ փաթեթային ձախողում ունեցող մարդու նոր ընտրել։ Հիմա իմ պատկերացմամբ նայեք, այսօր հիշում եք մեր բակը բան կար, չէ՞, այդ հումորական այդ սկեթչեր կային։ Մի հետարքիր բան կային, որ ասում է իքի բիրետ խաղա։ Հիշում եք դա։ Ով չի հիշում, մի հատ նայեք։ Ալիև Փաշինյան հարաբերությունները սա է։ Երբ պետք է Ալիև ասում է իքի բիրետ խաղա։ Սա էլ խաղում է։ Հիմա այդ կարգի առաջնորդին մեր ժողովուրդը պատրաստ է ձայն տալ։ Կարծում եմ այնուամենայնիվ սենց ինչ-որ բան փոխվել է նաև տրամադրությունների մեջ։ Եվ այդ տեսանկյունից ես շատ ավելի լավատես եմ հիմա։ 21 թվին այդպես չէր, այդ լավատեսությունը չկար։ 21 թվին սենց պետք է մտնեինք եւ փորձեինք, այսպես ասենք, դիրքավորվել մաքսիմալ հնարավորությունը փոխելու համար։ Հիմա վիճակը ուրիշ։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր չի համարում, որ դրսի աջակցությունը ասենց վերջնական որոշիչ ինչ-որ հանգամանք է։ Օգնում է, ինչ-որ դելտա ավելացնում է, բայց որոշողը հայ ժողովուրդն է, այստեղ որոշողը ընտրողն է։ Ես իմ փորձով եմ անում 98 թվականի ընտրություններին ես դրսի աջակցություն չեմ ունեցել, հակառակը ինձ լավ, այսպես ասենք, իմ հակառակորդին էին լավ աջակցում, սենց բոլոր հնարավոր ռեսուրսներով։ Մենք խոսեցինք Նիկոլ Փաշինյանի մասին, դուք ասացիք մոտավոր թեզեր, որով ինքը կմասնակցի ընտրությունների, եկեք Փաշինյանին մի կողմ թողնենք եւ լսենք ձեր թեզերը եւ առաջարկները, որով կմասնակցեիք ընտրություններին, խնդրեմ։ Առաջինը, խաղաղության թեման չպետք է լինի ԿՊ-ի մենաշնորհը։ Խաղաղության թեման պետք է լինի հակառակը, ընդդիմության մենաշնորհը։ Ես օրինակ տեղ ունեմ դրա մասին խոսալու, որովհետև իմ նախագահ լինելու 10 տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները։ Սա հիմնական թեզն է։ Մնացած բոլոր էֆեկտիվ կառավարում, թե Հայաստանի տնտեսական ինչ կարգի զարգացում պիտի ունենա, սոցիալական արդարությունից խոսանք, լավ։ Ես այդ թվերը նաև մի հարցազրույցի ժամանակ բերել եմ։ Ես ընդունել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 56%։ Ես հանձնել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 25%։ Երկրի տնտեսությունը աճել է միջին 10.5% տարեկան։
Եթե տնտեսական աճը չի արտացոլում աղքատության նվազմանը, ինձ համար դա անհասկանալի տնտեսական աճ է, անիմաստ տնտեսական աճ է։ Սա նշանակում է, որ ինչ որ բարիք է ստեղծվում, բայց այդ բարիքը բաժանվում է շատ փոքր մարդկանց մեջ։ Ուրիշ բացատրություն չկա, կամ նկարած է այդ աճը։ Երկու տարբերակն էլ վատն է։ Հիմա ինձ կարող եք բացատրել, այս վերջի 7 տարում ինչի աղքատությունը մնացել նույն վիճակում, նույն մակարդակի վրա, բայց իշխանության խոսույթը սա տնտեսական հաջողությունների մասին է։ Այդ հաջողությունը ուր է գնում։ Ես ուրիշ թվեր բերեմ։ Իմ 10 տարվա նախագահության ժամանակ կենսաթոշակները աճել են 6 անգամ։ Ստուգեք։ Միջին աշխատավարձը, միջին կենսաթոշակը աճել է 6 անգամ, միջին աշխատավարձը աճել է եւս 6 անգամ։ Բյուջեն աճել է 8 անգամ։ Բյուջեի աճը անմիջապես արտացոլվել է միջին կենսաթոշակի վրա, միջին աշխատավարձի վրա եւ աղքատության նվազման վրա, շեշտակի ավելի քան 2 անգամ։ Հիմա այս հարցը այս իշխանության պետք է տալ, թե չպետք է տալ։ Հիմա ես սա մեկ անգամ արել եմ։ Ու իդեպ 98 թվականին ընտրվելուց ես այդպիսի խոստումներ չեմ տվել։ 2003 թվականին ընտրվելուց եւս այսպիսի խոստում չեմ տվել։ Որտեղ ռիսկային խոստում կլներ։ Հիմա նայենք, ես կառաջարկեի ձեզ ուղղակի մի տնային աշխատանք, կամավոր տնային աշխատանք, ոչ թե պարտադրված։ Դուք վերցրեք 2003 թվականի իմ բոլոր նախընտրական խոստումները եւ ստուգեք, արվել են, թե չեն արվել։ Դուք վերցրեք 21 թվականի ԿՊ-ի նախընտրական խոստումները եւ կառավարության ծրագիրը, խոստումները արտահայտվում են նաեւ ծրագրով, կոնկրետանում են։ Եվ տեսեք, քանի տոկոսն է կյանքի կոչվել։ Ու խայտարակ պատկեր է։ Ամոթ մի քիչ ունեցող մարդը այս կատարողականով պետք է ուղղակի ամաչիկ փոս դուրս գար։ Ոչ թե ընտրությունների մասնակցել, հələ ինչ որ ամբիոններից էլ խոսալ, թե ինչ փայլուն կառավարում են իրենք իրականացրել։ Դու մի բան ասել ես, լրիվ ուրիշ բան արել ես։ Մենք պատոհաս ես բերել այս ժողովրդի գլխին։ Հիմա ես առաջարկում եմ համեմատեք։ Հիմա դուք ասում եք ինչ օրակարգով եք գալու ընտրության։ Այս օրակարգով։ Այո, այս օրակարգով։ Որ աղքատությունը ամոթ է, գիտեք 24% այս կարգի թվերի մեջ աղքատությունը 24% չպետք է լիներ։ Աղքատությունը պետք է լիներ առավելագույնը 10-12%։ Ու արտաքին պարտքը 8 միլիարդ դոլար, ասենց նասոսի պես դնես փչես տնտեսության մեջ, եւ աղքատությունը նույնը մնա։ Իսկ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ Ասում աղքատությունը ձեր գլխներում է։ Իրականում ցիտում եմ 700,000 մարդ Հայաստանում աղքատ են։ Նիկոլ Փաշինյանը ասում է 700,000 մարդ ունեն գլխի հարց։ Դուք օքեյ եք սրա հետ։ Փաստա ես չեմ հորինում, չէ՞, եղած բաներ են։ Իմ համոզմունքով, եթե երկրի տնտեսությունը աճում է եւ դրա հետ աղքատության տոկոսը շեշտակի չի նվազում, ուրեմն գլխի խնդրեմ ունի այդ երկրի առաջնորդը։ Իսկական ուրիշ բացատրություն այստեղ ուղղակի դժվար է հորինել։ Ինչ է նշանակում, աճում, լավա, փայլունա, բանման, հետո բայց աղքատությունը նույնն է, կենսաթոշակները նույնն է։ Ես թվեր եմ բերել 6 անգամ կենսաթոշակն աճել միջին, 6 անգամ աշխատավարձը։ 10 տարվա ընթացքում գները աճել են 30%-ով։ 30%-ով։ Հիմա վերցրեք համեմատեք։ Հիմա Բորիս, մեր ծրագիրը այս է ալենել։ Արել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ։